Օրվա կարևոր իրադարձությունները ձեզ է ներկայացնում Էպիկենտրոնի աշխատակազմը, ես Տաթևիկ Ավետիսյանն եմ, բարի երեկո։ Առևանգման վարկածը պաշտոնապես հերքվեց, սակայն անպատասխան հարցերը մնացին։ Ինչպես էր հնարավոր աննկատ հատել շփման գիծը։ Մեծամորը Չեռնոբիլ կամ Ֆուկուսիմա չէ։ Հայկական ատոմակայանը փակելու Թուրքիայի պահանջը որևէ հիմք չունի։ Սա շուրջ համակարծիք են թե ՄԱԳԱՏ-ն, թե անկախ փորձագետները, թե Ռոսատոմը, թե Եվրոատոմի ներկայացուցիչները։ Վտանգավոր տոնակատարություն կամ կենդանիներն ընդդեմ տերերի։ 14,000-ից ավելի թուրք վիրավորվել է Կուրբան Բայրամի առաջին օրը։ ՄԱԳԱ շարժումը պառակտման եզրին։ Թրամփի հետ առճակատումից հետո Մասկն ուզում է նոր կուսակցություն ստեղծել եւ այն անվանել Ամերիկա։ Երևան փառունակ պարտություն Կոսովոյում։ Հայաստանի հավաքականի խաղում ոչինչ չի փոխվում։ Դե ինչ, սյունեցի անչափահասների ադրբեջանցիների կողմից առևանգման վարկածը պաշտոնապես հերքվեց, սակայն անպատասխան հարցերը մնացին։ Ինչպես էր հնարավոր աննկատ հատել շփման գիծը կամ ինչու էին տղաները որոշել կորած ձիուն փնտրել գիշերվա 1-ից հետո։ Իհարկե, կարևորն այն է, որ Կարենը եւ Անդրեյը տուն վերադարձան 24 ժամից էլ պակաս ժամանակահատվածում ու ինչպես տեղի համայնքապետարանն է հայտնում, անվնաս։ Միջադեպից հետո հանրության ու մասնագետների համար դարձյալ առաջնային է հարցը՝ պատշաճ է արդյոք կահավորված սահմանը։ Որտեղ էին, ինչպես մոլորվեցին ու ինչպես վերադարձան։ Առեղծված է սյունեցի երկու տղաների դեպքը, որ ավելի է խճճվում պաշտոնական պարզաբանումների ֆոնին։ Ազգային անվտանգության ծառայությունն ասում է, վերադառնալուց հետո տղաների հետ զրույցներից պարզել են, ադրբեջանցիների կողմից առևանգում չի եղել, մոլորվել են ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում, տեղանքում չեն կողմնորոշվել մառախուղի պատճառով։ Իսկ քննչական կոմիտեն նախքան տղաների վերադառնալն էր արդեն գործառույցել առևանգման հատկանիշներով։ Եթե ասում ես չեն առևանգվել, առնվազն հասկանալի չէ, թե այդ մարդիկ ի վերջո հատել են սահմանը, չեն հատել, եղել են չեզոք գոտում, թե եղել են Ադրբեջանի վերահսկողության տարածքում, այսինքն չառևանգելը դեռևս որևէ հստակություն չի մտցնում այս իրավիճակում, բայց համենայն դեպս մենք չենք ունենա այսպիսի իրադրություն, եթե առաջնագծում կամ սահմանային շերտում լիներ վերահսկողություն։ ԱԱԾ-ն 17-ամյա տղաների անհետանալուց հետո հաղորդել էր, որ մոլորվել են ու հենց Ադրբեջանի տարածքում հայտնվել։ Պաշտպանության նախարարությունը թեմային առհասարակ չի խառնվում։ Խնդիրն ասում է ԱԱԾ-ի դաշտում է։ Տիգրան Աբրահամյանը մինչդեռ հիշեցնում է 44-օրյայից հետո առաջնագծի մի շարք կետեր բնակավայրերից ու ճանապարհներից մի քանի մետր հեռավորության վրա են։ Սա ենթադրում է նախ առաջնագծի հատուկ կահավորում, նաև տարածքում ապրող մարդկանց հետ աշխատանք ու հրահանգավորում, որ չհայտնվեն թշնամու ձեռքում։ Առաջնագծի կահավորումը պետք է ենթադրի, որ դրանից որոշակի հեռավորության վրա որևէ քաղաքացիական անձ կամ անձ, որը առնչություն չունի մարտական հերթապահությանը, պարզապես չպետք է գտնվի այդ հատվածում, որ նույնիսկ այդ իրավիճակում էլ խնդիր ստեղծի մոլորության, առավել ևս Ադրբեջանի կողմից թիրախավորվելու կամ նրանց վերահսկողության տակ հայտնվելու տեսանկյունից։ Աբրահամյանի խոսքով առաջնագծում այսօր տասնյակ խնդիրներ կան։ Որոշ դեպքերում իշխանությունը դրանք չտեսնելու է տալիս, որ Ադրբեջանին վստահեցնի, թե հավատարիմ է, այսպես ասած, խաղաղության օրակարգին։ Հակառակ դեպքում Բաքուն ուժեղի դիրքից պատրվակ է փնտրում Երևանին ագրեսիայի նախապատրաստության մեջ մեղադրելու համար։ Հայաստանի իշխանությունը մեկ բան հաշվի չի առնում, որ եթե կոնկրետ այս փուլում Ադրբեջանը խնդիր չունի որևէ գործողություն ծավալել, դա դեռ չի նշանակում, որ դու քո առաջնագիծը չպետք է նախապատրաստես հնարավոր բոլոր ագրեսիվ գործողություններ, որտեղ որևէ մեկը չի կարող բացառել, եւ որևէ մեկը չգիտի սրանից 1 ամիս կամ 3 ամիս հետո իրադրությունը առաջնագծում ինչպիսին կլինի եւ Ադրբեջանը ինչպիսի ագրեսիվ մեթոդներ կընտրի Հայաստանի Հանրապետության դեմ իր վերաբերմունքը արտահայտելու համար։ Ամենօրյա սադրանքները Սյունիքում ու սահմանային մի քանի այլ բնակավայրերում այս օրերին գրեթե սովորական են։ Իշխանությունն առաջարկում է վերահսկողության մեխանիզմներ դնել երկուստեք։ Բաքուն դեռ համաձայնություն չի տվել։ Աբրահամյանի խոսքով այսպիսով Ադրբեջանը փորձում է առավելագույնը պոկել Հայաստանից, իսկ լոկալ լարվածությունը ճնշման գործիքներից մեկն է։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Նախորդային կայծակնահարության հետևանքով մահացած զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը Լոռու մարզի Տաշիր համայնքից էր, 1 ամսից զորացրվելու էր։ Լրատվամիջոցների տեղեկություններով Նարեկը դիրքերում է եղել, երբ կայծակը հարվածել է։ Դեպքից այլ մանրամասներ հայտնի չեն։
Այժմ ներքաղաքական թեմաներ։ Այսօր հունիսի 7-ն է։ Ազգային ժողովի հաջորդ ընտրությանը մնաց ուղիղ 1 տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Թելեգրամի իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հավելելով, որ հետհաշվարկը սկսված է։ Սա ըստ էության նշանակում է, որ արտահերթ ընտրություն այլևս չի կարող լինել, քանի որ ըստ օրենսդրության արտահերթն անցկացվում է առավելագույնը 1 տարվա ընթացքում։ Իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հիմա է որոշել իմպիչմենտի գործընթաց սկսել։ Նախորդին ՀՀԿ-ն պատիվ ունեմ խմբակցությանն առաջարկել էր Փաշինյանին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել եւ վարչապետի թեկնածու ընտրել կուսակցության խորհրդի փորձառու եւ բարձր որակավորում ունեցող անդամներից մեկին։ Արդեն այսօր պատիվ ունեմը նիստ է արել եւ որոշել վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել, որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։ Ավելի վաղ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժը հրաժարվել էր աջակցել Էդմոն Մարուքյանի թեկնածությանը, որին իմպիչմենտի գործընթացի շրջանակում առաջադրել էին նախկին ՔՊԱ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն Էպիկենտրոնի հետ զրույցում մեկնաբանել է ինչու եւ ինչպես կանգ առան Համբարձումյանի թեկնածության վրա։ Մեր համար գլխավոր խնդիրը այն չէ, որ մենք իշխանություն լինենք, մեր համար գլխավոր խնդիրը այն է, որ լինի իշխանափոխություն եւ հետագայում իշխանության գան ուժեր, որոնք առաջին հերթին որևէ առնչություն չունեն Նիկոլ Փաշինյանի հետ, նրա արբանյակները չկազմեն եւ բնականաբար այն քաղաքական ավերի չկից առաջ չմղեն, որը այս 7 տարիների ընթացքում առաջին պլանում է եղել։ Հիմա քանի որ հիմնական ուժերի կողմից կամ չեղան տեխնացուների այսպես ասեմ, առաջադրումներ կամ չեղավ այնպիսի տեխնացուներ, որոնց շուրջ լայն համախումբ է ստեղծել, հանրապետականը ստեղծված իրավիճակում առաջադրել է այս դեպքում Դավիթ Համբարձումյանի տեխնացությունը, հիմքում ունենալով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր իրադրություն, յուրաքանչյուր իրավիճակ պահանջում է իր առաջնահերթությունները եւ այն մարդիկ, ովքեր process-ում տարբեր իրավիճակներում կարող են օգտակար լինել եւ առավելագույնս իրեն շուրջ կոնսենսուս ձևավորել եւ ընտրությունը այս պահին Դավիթ Համբարձումյանի մասով է։ Թե քաղաքական ուժերը ինչպես կարձագանքեն, սա հենց այն ժամանակահատվածն է, որոնք պետք է ցանկացած քաղաքական ուժի համար դիրքորոշում եւ հստակություն մտցնելու ժամանակահատվածը լինի։ Այս շաբաթ հեռախոսազրույց ունեցան Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները։ Էրդողանը գոհունակություն հայտնեց Անկարա-Երևան շփումներից։ Չնայած հրապարակային հայտարարություններին հայ-թուրքական սահմանը փակ է ավելի քան 3 տասնամյակ։ Կնճռոտ հարցերը բազմաթիվ են։ Դրանցից մեկն էլ հայկական ատոմակայանի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումն է։ Թեև այս հարցը պաշտոնապես հարաբերությունների կարգավորման նախապայման չի դիտարկվում, թուրքական կողմն առնվազն փորձագետների ու ակտիվիստների մակարդակով շարունակում է թեման տաք պահել։ Մեծամորի ԱԵԿ-ը փակելու պահանջը, որի անհիմն լինել ապացուցվել է միջազգային մակարդակով, Թուրքիան թարմացրել է բոլորովին վերջերս։ Մեծամորի ատոմակայանը մնացել է Թուրքիայի կոկորդին, դարձյալ պահանջում են փակել այն։ 4 տասնյակ բնապահպաններ եւ իրավապաշտպաններ այս պահանջով ակցիա են անցկացրել, թարմացնելով հին օրակարգը։ Իբր հայկական միջուկային կայանը բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության վրա, հատկապես Իգդիր նահանգում։ Դեռևս հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ բլոկի վերագործարկումից հետո 1995 թվականից ի վեր Բաքուն, ինչպես նաև Անկարան ջանք ու եռան չեն խնայել հակամիջուկային, հակահայկական լոբիստական աշխատանք իրականացնելու նպատակով։ Ըստ թուրք էկոմասնագետների Մեծամորի ԱԵԿ-ն աշխարհում ամենավտանգավորներից է։ Դրա համար էլ դիմում են միջազգային բոլոր կազմակերպություններին, նաև Հայաստանի կառավարությանը փակել Մեծամորի ատոմակայանը, քանի դեռ Հայաստանը չի վերածվել Չեռնոբիլի եւ Ֆուկուսիմայի։ Անհիմն հայտարարություններ են, սրանք որևէ աղերս չունեն գիտական չափման հետ, բացառապես քաղաքական եւ այսպես ինդոկտրինալ բնույթ կրող հայտարարություններ են։ Թուրքիան կրկին թեժացրել է թեման, որպեսզի նոր էներգաբլոկ չկառուցվի, որի աշխատանքներն արդեն պետք է սկսվեն, ասում է մասնագետը։ Սա անհրաժեշտ է, որպեսզի 10 տարի անց 2036 թվականին հնարավոր լինի ատոմակայանի շահագործումը շարունակել։ Մեծամորի ատոմակայանը Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ ես կասեմ ավելի լայն, նույնիսկ ազգային անվտանգության հենասյուներից մեկն է, որը թույլ է տալիս քիչ թե շատ ապահովել մեր այն խարխլված սուբյեկտայնությունը, որին մենք այսօր առերեսվել ենք։ Ինչու՞, որովհետև
Եվ սա դասագրքային ճշմարտություն է։ Յուրաքանչյուր երկիր, որը իր տարածքում ունի եւ շահագործում է ատոմակայան, արդեն իսկ ունի որոշակի ռազմավարական կարգավիճակ։ 1.5 տարի առաջ էր Անկարան տապալել այս հարցը, դիմել էին ՄԱԳԱՏԷ-ին կոչանելով գնալ հայկական ատոմակայանի կոնսերվացման ճանապարհով։ Բնականաբար այս կառույցը, որը մշտապես զննել է մեր ատոմակայանը եւ բարձր է գնահատել օբյեկտի անվտանգության մակարդակը, ընթացք չէր տվել դիմումին։ Մասնագետը վստահեցնում է, հայկական ատոմակայանը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, հատկապես ռուսական վարկային միջոցներով անցկացված մոդեռնիզացիայից հետո։ Այդ բոլոր աշխատանքները իրականում հանգեցրել են ատոմակայանի եւ հզորությունների ավելացմանը եւ անվտանգության ավելացմանը եւ կայունության էական մակարդակի բարձրացմանը։ Սրա մասին համակարծիք են, սրա շուրջ համակարծիք են թե ՄԱԳԱՏԷ-ն, թե անկախ փորձագետները, թե Ռոսատոմը, թե Եվրոատոմի ներկայացուցիչները։ Միևնույն ժամանակ Վահեդ Ավթյանն ասում է, որ չնայած այս դրական գնահատականներին, հայկական խաղաղ ատոմի ընթացքը եւ զարգացումը պայմանավորված են աշխարհաքաղաքական զարգացումներով։ Դեռևս բաց է մնում հարցը, թե որ երկրի աջակցությամբ է կառուցվելու Հայաստանի նոր էներգաբլոկը։ Հայաստանի Հանրապետության կառավարության սեղանին այս պահի դրությամբ կա միայն մեկ առաջարկ, դա Ռոսատոմի կողմից արված առաջարկն է։ Միացյալ Նահանգների կողմից ժամանակին արված առաջարկը ես կարծում եմ այսօր կվերաիմաստավորվի, հաշվի առնելով ադմինիստրացիայում տեղի ունեցած փոփոխությունները, Թրամփի նոր տեսլականները եւ Մերձավոր Արևելքում եւ Հարավային Կովկասի վերաբերյալ, ըստ այդմ ընտրությունը այս պահի դրությամբ այդքան էլ մեծ չէ։ Իսկ Անկարան հիմա կառուցում է Եվրոպայում ամենախոշոր միջուկային կոմպլեքսը՝ Աքույու ատոմակայանը։ Ակնկալվում է, որ այն շահագործման կհանձնվի տարեվերջին։ Կառուցվում է ըստ ռուսական նախագծի։ Ադրբեջանը թեև ատոմակայան չունի, բայց մտածում է այդ մասին։ Իրանը, մեր մյուս հարևանը, դինամիկորեն եւ ամենալայնամասշտաբ կերպով իրականացնում է իր միջուկային ծրագիրը, կառուցելով խաղաղատոմի օբյեկտներ Բուշերում, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելքում, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ուզբեկստան, Ղրղստան, Ղազախստան, բոլոր այս երկրները գնում են այս ճանապարհով եւ Հայաստանը այս ստեղծված իրավիճակում պարզապես իրավունք չունի հետ կանգնել իր միջուկային շահերից։ Սա նաև գլոբալ թրենդ է։ Թեև Անկարան լուրջ է տրամադրված Մեծամորի ատոմակայանի փակման հարցում եւ ինչպես բնապահպաններն են ասում, մինչեւ վերջ է պայքարելու, սակայն թուրքական փաստարկներն ամենևին չեն համոզում միջազգային մասնագիտական հանրությանը։ Իզաբելլա Հովանեսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Եվս մեկ լուր Թուրքիայից։ Կուրբան Բայրամի տոնակատարությունները հազարավոր մարդկանց վիրավորվելու պատճառ են դարձել։ Միայն տոնի առաջին օրը կենդանիների զոհաբերության ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով առողջապահական հաստատությունները դիմել ավելի քան 14,000 մարդ։ Բանն այն է, որ զոհաբերվող կենդանիները հաճախ չեն ենթարկվում իրենց տերերին եւ վնասներ են պատճառում նրանց։ Կադրերը տարածվել են թուրքական լրատվամիջոցներում։ Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն վիրավոր քաղաքացիներին շուտ ապույտ ապաքինում է մաղթել եւ բնակչությանը զգուշացրել, որ զոհաբերվող կենդանիներին պետք է մորթեն միայն մասնագետները։ ՄԱԳԱ շարժումը պառակտման եզրին է։ Ամերիկայի նախագահի հետ գժտվելուց եւ Թրամփին մանկապղծության համար մեղադրելուց հետո աշխարհի ամենահարուստ մարդը մտադիր է նոր քաղաքական ուժ հիմնել։ Իլոն Մասկը առաջարկել է նոր կուսակցությունն անվանել Ամերիկա։ Նա նշել է, որ նման կուսակցությունն անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին։ Ըստ Թրամփի արդեն նախկին մերձավորի, նոր կուսակցության ստեղծման օգտին է արտահայտվել X ցոնցածում հայտնված ամերիկացիների 80%-ը։ Դե իսկ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Մասկից չի պահանջի վերադարձնել Սպիտակ տան խորհրդանշական ոսկե բանալին, որը նրան նվիրել էր արդյունավետության գերատեսչության ղեկավարի պաշտոնում աշխատանքի համար։ Ես իրեր հետ չեմ վերցնում, ասել է Թրամփը, հավելելով, որ Մասկի մասին չի մտածում, քանի որ զբաղված է ավելի կարևոր հարցերով՝ Չինաստան, Ռուսաստան, Իրան։ Չիլիի հյուսիսում տեղի ունեցած 6.4 մագնիտուդով երկրաշարժը ենթակառուցվածքային վնասներ եւ էլեկտրաէներգիայի խափանումներ է առաջացրել, որի հետևանքով գրեթե 23,000 մարդ մնացել է առանց հոսանքի։ Որոշ հատվածներում գրանցվել են նաեւ սողանքներ, սակայն դրանք վերահսկվում եւ համակարգվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ Երկրի նախագահը հայտարարել է, որ հաջողվել է խուսափել զոհերից։ Չիլիի հիդրոգրաֆիկ եւ օվկիանոսագրական ծառայությունը հայտարարել է, որ երկրաշարժից հետո Հարավային Ամերիկայի ափերին ցունամիի վտանգ չկա։
Էպիկենտրոնի մշակութային հատվածում հայտնի քանդակագործ Արա Հարությունյանն է մոնումենտալիզմի միայն իրեն հատուկ ձեռագրով եւ նաեւ մարդկային տարբերվող բնավորությամբ։ Հարությունյանի ճարտարապետական եւ քանդակագործական լուծումներով են պայմանավորված ժամանակակից Երևանի պլաստիկ գեղագրական տեսքը, խորհրդանիշների լեզուն եւ պատմական զուգորդումները։ Նրա մասնագիտական վերելքի եւ անկման մասին պատմել են մտերիմները։ Մայր Հայաստան, Սարդարապատի հուշահամալիր, Էրեբունի թանգարանի եւ Սունդուկյան թատրոնի հարթաքանդակներ ու մի քանի տասնյակն անցնող մնայուն այլ գործեր։ Մեկ բառով Արա Հարությունյան 20-րդ դարի մոնումենտալիստի ձեռագիրը ապշեցնում է այսօր էլ պարզ, բայց խորհրդապաշտական, որ արտացոլում է մի քանի, երբեմն թաքնված իմաստ։ Մայր Հայաստանը մայրաքաղաքի բարձունքում թուրը ձեռքին խրոխտ հայացքով հայկինը հսկում է պատերազմից վերադարձած որդիների անդորը 17 մետր բարձրությամբ Հայաստանի ամենաբարձր արձանը ունի խաչի տեսք, ինչպես է հաջողվել քանդակագործին խիզախել խորհրդային անաստվածության տարիներին։ Այս ու նրա արվեստին առնչվող այլ հարցեր են քննարկում Արա Հարությունյանի մտերիմները Կարեն Դեմիրճյանի թանգարանում։ Ինչ կապ են ունեցել պետական գործիչն ու քանդակագործը, պարզվում է խիստ մտերմիկ։ Կենտկոմի առաջին քարտուղարը հաճախ է եղել Հարությունյանի արվեստանոցում, խորհուրդներ ու հուշումներ տվել։ Եթե չլիներ Կարեն Սերոփիչի սրատես աչքը, կոնսերվատորիայի այգու Կոմիտասի արձանը գուցե ունենար այլ տեսք։ Մակետը պահվում է Դեմիրճյանի թանգարանում։ Ասում է ոտքերն ինչու ես այդքան կարճարել։ Հետո որ Կարեն Սերոփիչը գնում է, վարպետը չափում է, պարզում է, որ քանդակագործական այդ օրենքներից 40 սանտիմետր կարճ է, զարմանում եմ ինչպես կարող է տեխնոկրատ երկրի ղեկավարը այդպիսի աչք ունենալ։ Հետո նաև առաջարկում է, ասում է Կոմիտասի ոտքերը պետք է մխրճես հողի մեջ։ Նա այդ հողից է առել, սնվել, այս մեր հրաշք երաժշտությունը վերականգնել։ Մոնումենտալ արձանի վրա կա նաև Վիգեն Ավետիսի մատնահետքը։ Քանդակագործը հիշում է, իր ուսուցիչ վարպետը ամենայն հայոց երաժշտագետ վարդապետին արարում էր դետալ առ դետալ։ Ինքը բացատրում էր ընդհանրապես քանդակագործության գաղտնիքները։ Անկամ երբ որ ես Հայաստանում չէի ապրում, ինքը նամակներով ինձ գրում էր, թե ինչպես պիտի աշխատեմ։ Չնայած Արա Հարությունյանի Կոմիտաս քանդակներին թիվ հաշիվ չկա, 1954-ին էլ ազգային երգերաժշտության նախահոր շիրիմին կանգնեցվել էր հենց նրա հեղինակած արձանը, բայց վարպետը վարդապետին ուզում էր տեսնել Երևանի կենտրոնում։ Հաստոցային շատ քանդակներ ուներ Կոմիտասին նվիրված, որը Կոմիտասի թանգարանի ինստիտուտում է, մեկը գտնվում, մի քանիսը Տրետյակովյան պատկերասրահ ֆոնդում են, շատ եւ գծանկարչություն ունի Կոմիտասին նաեւ նվիրված, բայց իր երազանքը կատարվեց 1988 թվականին, ինքը ասում էր ես ուզում եմ տեսնել իմ Կոմիտասը Երևանի կենտրոնում եւ այդ երազանքը կատարվեց։ 1968-69 թվականներին Երևանի մեկ այլ պատմական Էրեբունի բարձունքում թանգարանի շենքի վրա կրկին երևաց Հարությունյանի ձեռագիրը, այս անգամ հարթաքանդակ։ Մարդիկ առաջին անգամ էին տեսնում ուրարտական պատմության պատկերազարդում տպավորիչ արտահայտչամիջոցներով։ Այս աշխատանքի համար 1970-ին Մոսկվան հայ քանդակագործին շնորհեց ԽՍՀՄ ճարտարապետների միության դիպլոմ։ Արան էր, որ առաջինը ստեղծեց Արգիշտիի կերպարը, ու այնտեղ երբ որ դետալային նայեք, կտեսնեք, թե ինչքան էլեմենտներ, ինչքան խորհրդանշական հարթաքանդակ է կարողացել ուրեմն արվեստագետը ստեղծել, նույնը կարելի ասել նաև Սունդուկյանի թատրոնի հարթաքանդակների համար շատ մեծ ժառանգություն է մեզ թողել ու նա այն եզակի արվեստագետներից է մեր հայ իրականության մեջ, որի մասին պետք է անհրաժեշտ է միշտ խոսել։ Մինչև Էրեբունին մեկ այլ գլուխգործոց հարթաքանդակ էլ արարել էր Մայր թատրոնի շենքին։ 1966-ին հայկական տուֆի վրա մեկը մյուսից տպավորիչ աշխատանքներ անելիս վարպետը թողնում էր իր հետքը։ Թե Էրեբունի թանգարանի, թե Սունդուկյան թատրոնի քանդակների մի անկյունում կա նաև իր պատկերը։ 1982-ին Երևանի գործարանաշատ հատվածում տեղադրվեց 11 մետրանոց հսկան բանվորի արձանը։ Խորհրդային աշխատավոր քաղաքացուն փառաբանող քանդակը Հարությունյանի վերելքն ու տապալումն էր միաժամանակ։ Հասարակարգի փոփոխության առաջին հարվածն իջավ նաև բանվորի արձանի գլխին։ Մոնումենտալ քանդակի հետ տապալվեց նաև
հեղինակը։ Իմ հայրը կենթանի էր եւ շատ ծանր տարավ այդ փաստը, փաստորեն նա հիվանդացավ եւ դրանից հետո մի տարի ու կես ապրեց։ 20-րդ դարի հայ լավագույն քանդակագործներից մեկի աշխատանքները այսօր էլ զարդարում են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ այլ երկրների տարբեր բնակավայրեր։ Նրա աշխատանքներն ու դրանց ստեղծման մեթոդիկան շարունակում են ուսումնասիրել մասնագիտական բուհերում։ Սևակ Վարդումյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կյանքում եւ խաղում ոչինչ չի փոխվում, չի օգնում ոչ գլխավոր մարզիչը, ոչ էլ ֆեդերացիայի նախագահի խոստումները։ Ընդամենը 3 ամիս առաջ Վրաստանի հավաքականից կրած ջախջախիչ պարտությունից հետո էր Արմեն Մելիքբեկյանը հայտարարել, որ պատրաստ են հաղթահարել դժվարությունները եւ հունիսին ներկայանալ միանգամայն այլ վիճակում։ Միանգամայն այլ վիճակը պարզորոշ երևաց նախորդային Կոսովոյում։ Հայաստանի հավաքականն ընդմիջման գնաց 2-1 հաշվով հաղթելով, սակայն խաղն ավարտեց պարտությամբ 5-2 հաշվով։ Մեր թիմի խաղի լուսավոր կետերն էին միայն այսօր 25-ամյակը նշող Էդուարդ Սպերցյանը, որը դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ, եւ դարպասապահ Հենրի Ավաքյանը, որը բազմաթիվ դրվագներում հավաքականին փրկեց ավելի խոշոր հաշվով պարտությունից։ Խաղից հետո Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ջոն Վանտ Սխիպն ասել է, որ ստեղծված իրավիճակի լուծումներից մեկն այն է, որ ֆուտբոլիստներն իրենց ակումբներում խաղան ամենաբարձր մակարդակով։ Այժմ հոսանքի պլանային անջատումների մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Երևանի Ավան վարչական շրջան ժամը 11-ից 17 Հաճարյան փողոց 2-1 շենք, Կախվածությունների բուժման ազգային կենտրոն ՓԲ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն ՓԲ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Ավան 4-րդ փողոց 13-ի 2 շենք, Հաճարյան փողոցի առանձնատներ, Ավան 4-րդ 6-րդ փողոցների առանձնատներ, Ավան 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ, Լուսինե Ան ու Շիկ ասոցիացիա ֆլեշ ՍՊ-ներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան ժամը 10-ից 16-ը Բաբաջանյան փողոց 89 93 95 97 99 101 103 105 շենքեր, Անդրանիկի փողոցի ոչ բնակիչ բաժանորդներ մասնակի։ Երևանի Աչափնյակ վարչական շրջան ժամը 10-ից 16-ը հարավարևմտյան Գ1 թաղամասն ամբողջությամբ։ Երևանի Դավթաշեն վարչական շրջան ժամը 10-ից 16-ը Դավթաշեն թաղամաս առաջին նրբանցք 7-րդ փողոց մասնակի, Դավթաշեն առաջին թաղամասի հարակից տարածք։ Երևանի Շենգավիթ վարչական շրջան ժամը 10-ից 16-ը Հովանիսյան, Մարկվարտի փողոցների առանձնատներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Երևանի Նուբարաշեն վարչական շրջան ժամը 10-ից 16-ը Նուբարաշեն թաղամաս 11-րդ փողոցի 1 2 3 19 20 21 21 22 23 շենքեր եւ առանձնատներ, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ Նուբարաշեն թաղամասի 6-րդ փողոցի 1-1 9-րդ փողոցի 1-2 1-3 1-4 144 150 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Արմավիրի մարզ ժամը 11-ից 17-ը Մարգարա, Արազապ, Արգավանդ, Տանծուտ եւ Փշատավան գյուղեր։ Արարատի մարզ ժամը 10-ից 12-ը Արաքս, Ռնչպար գյուղեր մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, ժամը 10-ից 13-ը Վեդի քաղաք, Կասյան փողոց մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ավշար, Ոսկետապ գյուղեր մասնակի, ժամը 10-ից 14-ը Մղճան գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Վայոց ձորի մարզ ժամը 10-ից 12-ը Ջերմուկ քաղաք, Բարեկամության փողոց մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, ժամը 10:30-ից 12:30 Գլաձոր քաղաք մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, ժամը 10-ից 16-ը Վայք քաղաք, Արփասևան, Թունելախորշի բանավան, Ասաթ, Արեգարևային գայան եւ Սարավան հեկ ոչ բնակիչ բաժանորդներ։ Կոտայքի մարզ ժամը 10-ից 16-ը Քասախ գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Զովունի համայնք 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ փողոցների բաժանորդներ, Պարուր Սևակի, Արաբգիրի, Ավետիսյան, Սեդրակ Ջալալյան, Հարությունյան, Կարեն Դեմիրճյան, Շիրազի, Խաչանովի եւ Վահան Տերյան փողոցներ, Ռեգին Նժդեհի փողոց 1 3 5 9 9 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոց 5 7 9 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոցի առաջին փակուղի, ժամը 11-ից 17-ը Աբովյան քաղաք, 5-րդ, 6-րդ եւ 8-րդ միկրոշրջաններ, Աբովյանի քաղաքապետարան, Հաշվիչ ԲԲ, Ռոստելեկոմ Հայաստան, Թիմ Տելեկոմ ընկերությունների եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Հատիս Զովաշեն գյուղեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Գեղարքունիքի մարզ ժամը 11-ից 16:30 Երանոց բնակավայրն ամբողջությամբ եւ հարակից բոլոր ոչ բնակիչ բաժանորդներ։ Տավուշի մարզ ժամը
ժամը 12-ից 16-ը Դիլիջան քաղաք, Թբիլիսյան խճուղի մասնակի եւ Պարսլիչ փողոց մասնակի, Թեղուտ գյուղ, Լոռու մարզ, ժամը 10:30-ից 12:30 Վանաձոր քաղաք, Շիրակացի փողոց մասնակի եւ Տավրոս թաղամաս, ժամը 10-ից 13:30 եւ 14-ից 16:30 Լեռնահովիտ գյուղ, ժամը 11-ից 13-ը Շիրակամուտ գյուղ մասնակի, ժամը 13-ից 14 Մեծ Պարնի գյուղ, ժամը 14-ից 15-ը Սարալանջ գյուղ, Սյունիքի մարզ, ժամը 9:30-ից 12-ը Գեղավանք, Գեղի, Գետիշեն, Նորաստղաբերդ, Ոչեթի եւ Վերին Գեղավանք գյուղեր։ Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 080 080 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Դրահոսին հետևելու համար միացեք մեր սոցհարթակներին։ Էպիկենտրոնի բոլոր թողարկումները, նաև մեր ռեպորտաժները YouTube-ի ալիքում են։ Հայաստանի ու աշխարհի քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային ու մարզական ամենակարևոր իրադարձությունները, մեր խնդիրներն ու մարդկային պատմությունները փնտրեք նաև Էպիկենտրոնի Facebook-ի էջում ու Telegram-ում։ Այսքանն է այս թողարկմանը։ Իրադարձությունների զարգացմանը հետևեք մեր եթերում։